Ֆորտունա մարզայինի եթերը շարունակում է Վանաձորյան օրեր հաղորդաշարի այս շաբաթվա թողարկումը բարև ձեզ։ Հաղորդման սկզբում մեկ մշակութային նորություն 2015 թվականի երիտասարդական մայրաքաղաք ճանաչված Ստեփանավանից։ Այստեղ օրերս բացվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայ կինոյի ու թատրոնի բազում կերպարներ մարմնավորած Ծո Սարգսյանի արձանը, որի հեղինակն է քանդակագործ Դավիթ Մինասյանը։ Բացման հանդիսությանը ներկային եղել վարչապետ Հովիկ Աբրահամյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, դերասանի ընկերներն ու գործընկերները, վարպետի ստեղծած համազգային թատրոնի դերասաններն ու բազմաթիվ ստեփանավանցիներ։ Ներկաները ծաղիկներ են դրել Հայբեմի վարպետի արձանին, որից հետո վայելել պատարիկներ մեծանուն դերասանի խաղացանկից։ Շատ հարցեր ունեմ, վարպետ ջան, բայց բոլորը սպասում են իրենց խոսքին։ Բարով եկար քո հայրենիքը, քո օջախը եւ հավիտյան հսկի մեզ, վարպետ ջան։ Շատ հարազատ մարդ էր եւ այսօր ես նորից հանդիպեցի նրան, կարծես չի եղել այս մի տարին, կարծես չի եղել այդ բոլոր ծանր օրերը, մեկ նրան հրաժեշտ ենք տալիս եւ հուզում կա եւ ուրախություն եւ իհարկե տխրություն, բայց հրաշալի է, որ Դավիթ Մինասյանը կարողացավ բռնել այդ պահը, որը հավերժացեց Սոսին, իր ծննդավայրում, իր փողոցում։ Շարունակում ենք հաղորդումը, այժմ անդրադառնանք մարզկենտրոնի կյանքին։ Ջեռուցման սեզոնը մոտենում է, իսկ թե ինչպես ապահովել անհրաժեշտ ջերմաստիճան մտահոգում է ոչ միայն մարզկենտրոնի բնակիչներին, այլև նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններին։ Երբանից են ջեռուցվելու Վանաձորի մանկապարտեզները եւ ինչ եղանակով, պարզել է մեր նկարահանող խումբը։ Վանաձորում այսօր գործում է թվով 20 նախադպրոցական ուսումնական հաստատություն, որոնց ավելի քան 95%-ը ջեռուցվում է լոկալ համակարգով, մնացածը փայտե վառարաններով։ Վերջիններից թիվը այս տարի կնվազի եւս մեկով։ Քաղաքապետարանի եւ Արդա բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ կգազիֆիկացվի մարզկենտրոնի 3-րդ մանկապարտեզը։ 2010 թվականի նոյեմբերից գործող տնակային այս հաստատությունում գազիֆիկացման աշխատանքները ընթացքի մեջ են։ Վանաձորի քաղաքապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի պետի փոխանցմամբ, ինչպես ամեն տարի, այս տարի եւս փայտով ջեռուցվող մանկապարտեզներին արդեն իսկ տրվել է համապատասխան քանակությամբ վառելիք փայտի տեսքով։ Քաղաքի բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններն արդեն ջեռուցվում են։ Մանկապարտեզները գտնվում են համայնքի ղեկավարի անմիջական հսկողության տակ։ Ես չեմ հիշում մի օր, որ պարոն Դարփինյանը ինձ չզանգահարի կամ ինչ-որ մանկապարտեզների վերաբերյալ հարց կամ ինչ-որ բան չլինի։ Ամեն օր, ամենայն անկեղծությամբ, ամեն օր համայնքի ղեկավարը մանկապարտեզներից տեղեկություն է պահանջում վիճակի մասին, գործողությունների մասին եւ առավել եւս երբ որ հոկտեմբերի 26-ի մասին դուրս եղավ։ Ես էլ համարում եմ դա մեզ համար կարևորագույն օբյեկտներ, որոնք որ անընդհատ ուշադրության եւ հսկողության կարիք ունեն։ Ես հասարակության կոչ եմ անում, որ եթե կան խնդիրներ, եթե կան ինչ-որ դժգոհություններ, եթե կան առաջարկներ, խնդրում տեղեկացնել անձամբ ինձ։ Թույլատրելի նվազագույն ջերմաստիճանը մանկապարտեզներում 18 աստիճանն է։ Պարբերաբար իրականացվող ստուգայցերը ցույց են տալիս, որ սովորաբար 18-ից բարձր ցուցանիշ է արձանագրվում Նուհերի խմբասենյակներում։ Մանկապարտեզներում այսօր մեզ համար, քանի որ ձմեռ է մոտենում, դա ջեռուցման խնդիրն է, համաճարակային խնդիրն է, դա արդեն սանեպեդստանցիայի հետ արդեն համագործակցությունը կա, վերահսկողությունը կա, եւ այդքանը լուրջ գլոբալ խնդիր բացի տնակային վիճակից առայժմ չունենք։ Տնակային մանկապարտեզներից ազատվելը այսօր քաղաքապետարանի համապատասխան բաժնի գերխնդիրն է, իսկ գույքի, խաղալիքների կամ այլ դիդակտիկ պարագաների հիմնախնդիր չկա։ Դրանք պարբերաբար թարմացվում են, ինչ խոսք հաճելի կլիներ, որ թարմացումները ավելի հաճախ կատարվեին, նշեց բաժնի պետը։ Գոհար Մովսիսյան, Համլետ Պապանյան, Վանաձորյան օրեր։ Հոկտեմբերի 29-ը ինսուլտի դեմ պայքարի միջազգային օրն էր։ Ուղեղում արյան շրջանառության սուր խանգարում կամ ինսուլտ։ Այս ախտանիշը դարի հիվանդություններից է, սրտանոթային հիվանդություններից ու ուռուցքներից հետո ամենաշատ հանդիպողը։ Ամբողջ աշխարհում տարեկան մահացությունների թիվը հասնում է կես միլիոնի։ Հայաստանում տարեկան արձանագրվում է ուղեղի անոթային հիվանդությունների ավելի քան 5000 դեպք։ Ինչպիսին է վիճակագրությունը Լոռու մարզում եւ ինչ կանխարգելիչ միջոցներ են կիրառվում, ներկայացնում է մեր հաջորդ ռեպորտաժը։
Ինչպես սիրտանոթային հիվանդությունները, այնպես էլ ինսուլտները աշնան-գարնան ամիսներին սրվում են, մեծանում է նաև հիվանդացության հաճախականությունը։ Լոռու մարզի Վանաձորի բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքում ինսուլտ ախտանիշով ստացիոնար բուժօգնություն է ստանում 1 տասնյակից ավելի հիվանդ։ Եթե 2012 թվականին մարզում արձանագրվել է ինսուլտի 235 դեպք, մահվան 48 դեպքով, 2013 թվականին 276 ինսուլտի դեպք, 56 մահ, իսկ 2014 թվականի միայն 10 ամիսների ընթացքում 252 ինսուլտի դեպք, 58 մահով։ Այս թվերը փաստում են այն մասին, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Լոռու մարզում ինսուլտի դեպքերի հաճախացման միտում է նկատվում։ Մասնագետներն արձանագրում են նաև, որ հիվանդությունը երիտասարդացել է։ Եթե մենք միշտ ունենում ենք 60-ից հետո ինսուլտի դեպքեր, այժմ մենք նույնիսկ ունենում ենք երիտասարդ 25-30 տարեկան մարդկանց մոտ մենք ունենում ենք այլ երիտասարդների մոտ ունենում ենք, իհարկե դա փառքաստու եզակի դեպքեր են, բայց ամենայն դեպս լինում են, որը 25-30 տարի առաջ այդպիսի երևույթներ, այդպիսի հիվանդություններ չեն ունեցել երիտասարդները։ Վանաձորի բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքը սպասարկում է ոչ միայն մարզկենտրոնի, այլև մարզի մնացած համայնքների բնակիչներին, տեղերում նյարդաբան չլինելու պատճառով։ Արդեն մի քանի տարի է Ստեփանավանը չունի նյարդաբան, մասնագետի պակաս կա նաև մարզկենտրոնի որոշ համաբուժարաններում եւ հենց սրտաբանական բաժանմունքում։ Մեր բաժանմունքը ունի նյարդաբանի կարիք, որտեղ խիստ ծանրաբեռնված է աշխատում եւ երկու բժիշկը թվում է, որ քիչ է նման հիվանդների ստվար հոսքը նորմալ բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Իսկ հիմնականում բոլոր շրջաններն էլ մեզ դիմում են, թե բժիշկներն են ուղեգրում եւ թե հարազատները իրենք հիվանդներին բերում են մեզ մոտ։ Հիվանդների բուժումը իրականացվում է պետպատվերի շրջանակում, վերջին 3 տարիներին սակայն կառավարության որոշումով գործում է համավճար, այսինքն մեկ հիվանդի բուժման համար պահանջվող 160,000 դրամից 100,000-ը տրամադրվում է պետական բյուջեից, մնացյալ 60,000-ը հիվանդի հարազատների կողմից, եթե հիվանդը հիվանդության կարգ չունի եւ սոցիալապես անապահով չէ։ Լոռու մարզի գլխավոր նյարդաբանը վստահեցրեց, որ բաժանմունքը ապահովված է ինսուլտի բուժման համար անհրաժեշտ բոլոր տեղամիջոցները, որոշակի բուժսարքավորումների եւ ժամանակակից գործիքների պակաս կա միայն։ Եվ վերջում հարկ է հիշել, որ ցանկացած հիվանդություն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել, իսկ մասնավորապես ինսուլտի բուժման արդյունավետությունը ավելի մեծ կլինի, եթե հիվանդը ժամանակին դիմի բժշկի, հորդորում են մասնագետները։ Գոհար Մովսիսյան, Համլետ Պապանյան, Վանաձորյան օրեր։ Իսկ հաղորդման այս հատվածում տեղ է գտել Բանյոյի 6 շենքի բնակիչներին հուզող խնդիրը։ Դրանք այստեղ շատ են, սակայն բնակիչները առանձնացրել են գլխավորը։ Բնակիչների դժգոհության պատճառներին առաջարկում եմ ծանոթանալ ներկայացվող տեսանյութից։ Վանաձորի Բանյոյի 6 հասցեի բնակիչներն են, ինչպես իրենք են նշում, 49 թվականից առ այսօր շենքում հիմնանորոգում չի իրականացվել։ Բնակիչների մտահոգության առարկան կիսախարխուլ շքամուտքերն ու պատերն են, բայց որ ամենաանհանգստացնողն է վտանգաշատ տանիքը։ Չես պատկերացնի, թե որ մոմենտին երբ ինչը կփլվի։ Նույնիսկ հիմա ինչ որ նորոգումներ կատարելու, ինչ որ շիֆեր բարձրացնելու կամ բան, ես այս հասակից բարձրանում եմ, բայց վախում եմ, որովհետև հին 49 թվականի դրած ծածկի շիֆերը ջարդում է ոտքի տակ։ Օգուտի տեղը մենք վնաս ենք տալի։ Իսկ փուլ գալը դա հեռու չի։ Հիմնանորոգման կարիք ունի ոչ միայն շենքի թիթեղյա տանիքը, այլև տանիքի փայտե կոնստրուկցիաները, որոնք դեռ տարիներ առաջ են փտել։ Շենքի բնակիչների խոսքով իրենք արդեն հոգնել են փլուզման վտանգն աչքի առաջ ունենալուց եւ հատկապես անձրևոտ եղանակին կաթող տանիքի դույլերը դատարկելուց։ Հիմա դույլերը դրած տակը անընդհատ հենց անձրևա գալիս էլ հանգստություն չկա։ Անընդհատ բարձանում են դույլերը տեղափոխում են, կաթում ակրիշը տեղափոխում են դույլերը, չենք թողնում, որ տուն լցվի, բայց հարևանին ահավոր վիճակում է, ինչ անենք։ Շենքի բնակիչները, որ մեծամասամբ տարեցներ են, խնդրի հետ կապված բազմաթիվ դիմումներ են գրել, յուրաքանչյուր անգամ ստանալով միևնույն պատասխանը։ Շատ անգամներ են գրել, շատ անգամներ։ Ես նախկին պրեզիդենտին են գրել, ներկայիս պրեզիդենտին են գրել, մի անգամ չէ։ Նախկին վարչապետներին ենք գրել, ներկայիս վարչապետին ենք գրել, քաղաքապետարանի պատասխանը մեկն է, ստերեոտիպ, բնակիչներով կհավաքեք ինչ-որ մի մաս,
Դե մենք նույնիսկ չգիտենք թե որ մասը, ինչքան գումար է ծախսվելու այս տանիքը վերանորոգելու համար, որովհետև տանիքը ոչ միայն ծածկն է, շիֆերը կամ թիթեղը, այլ արդեն գերաններն են փթել։ Չասեն նույն վիճակն է, անընդհատ այս մարդը դիմագրում, մենք էլ հետը խնդրում ենք, աղաչում ենք, ասում ենք գոնե, թոշակառու մարդիկ ենք, որտեղից տան, 35,000 թոշակ եմ ստանում, ես որտեղից հավաքեմ։ Վանաձորում նման խնդիր ունեցող շենքեր շատ կան, իսկ թե ինչ ճակատագիր է սպասվում վերջիններիս եւ առաջիկայում լուծում կտրվի, թե ոչ բնակիչների այս մտահոգությանը կպարզենք համապատասխան համատիրության նախագահից եւ Վանաձորի քաղաքապետարանի համատիրությունների եւ բնակարանային տնտեսության բաժնի պետից։ Գոհար Մովսիսյան, Արմեն Շահբազյան, Վանաձորյան օրեր։ Վանաձորում մեկնարկեց Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից հայտարարված դրամաշնորհի շրջանակում իրականացվող նոր շուկա լայն հնարավորություններ ծրագիրը։ Այս մասին է մեր հաջորդ ռեպորտաժը։ Նոր շուկա լայն հնարավորություններ։ Վանաձորի գյուղատնտեսական տոնավաճառի մասնակիցները Ստեփանավանի տարածաշրջանի գյուղերից են։ Լոռու մարզում այս տարի հենց այդ համայնքներն էին տուժել կարգտահարությունից եւ ցրտահարությունից։ Բերքը ներկայացնելու համար գյուղացիներին տրամադրվել են անվճար տաղավարներ։ Նույնիսկ ճանապարհածախսի համար գյուղացիները չեն վճարել, տրամադրվել են 2500 դրամի գազ լցնելու կտրոններ։ Մենք փորձում ենք խրախուսել գյուղատնտեսին, որպեսզի լավ գյուղմթերքը բերեն շուկա եւ հնարավորություն ունենան վաճառելու։ Այստեղ շահում է եւ գնորդը, որովհետեւ գնում է էժան ապրանք եւ որակյալ ապրանք, եւ շահում է գյուղատնտեսը, որին հնարավորություն ենք տալիս որպես շուկա վաճառելու իր ապրանքը։ 12 տաղավարներից բացի մեծածախ վաճառքը իրականացվում էր նաև մեքենաներից՝ կարտոֆիլ, կաղամբ, գազար, սող, մրգեր, կատնամթերք եւ միս։ Լոռեցի գյուղատնտեսի արտադրած գյուղմթերքի ողջ տեսականին այստեղ ներկայացված է։ Ուտնել են գոհացենք, որ գալիս են ամիջապես շփվում են գյուղացու հետ, դա իրանց համար լավ է։ Քաշը տեղն առնում որակով, շարունակական եղնի շատ լավ է։ Իհարկե գովելի է։ Պատահական անցնում ենք, տեսանք, գնացինք, փովերցինք, եկանք գնումներ անելու։ Ճիշտ կներ, որ վաղուց, որ բացել էր մի օրով, 2 օրով, դա շարունակական լիներ։ Խաբեբայություն չկա, իրանք շատ ազնիվ մարդիկ, որտեղ գյուղից են։ Նոր շուկա լայն հնարավորություններ ծրագրի իրականացման համար տրամադրվել է 1,400,000 դրամ։ Ծրագիրը համակարգում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, աջակիցներն են Լոռու մարզպետարանը եւ Վանաձորի քաղաքապետարանը։ Գյուղատնտեսական տոնավաճառներ մարզում կկազմակերպեն մինչև դեկտեմբերի 6-ը։ Գոհար Մովսիսյան, Արմեն Շահբազյան, Վանաձորյան օրեր։ Հաղորդման վերջում ծանոթացեք նաև քաղաքի մշակութային անցուդարձին, ինչով տարբերվեց Վանաձորի այս շաբաթվա մշակութային կյանքը նախորդ շաբաթվանից, պարզել է մեր նկարահանող խումբը։ Նոյեմբերի 1-ին ընթառաջ Վանաձորի Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տանը տեղի ունեցավ միջոցառում, որին մասնակցեցին Վանաձորի մի շարք նախադպրոցական ուսումնական հաստատությունների եւ դպրոցների երեխաները, ինչպես նաեւ Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տան սաները։ Միջոցառմանն աջակցել էր Վանաձորի քաղաքապետարանի կրթության եւ մշակույթի բաժինը։ Նպատակն է շրջակա թաղամասերի բնակչության առօրյան գունազարդել, հաճելի ակնթարթներ պարգևել հենց թաղամասի շնորհալիների կատարումներով։ Մանկապարտեզ դպրոց եւ մշակույթի պալատ։ Պետք է ասեմ, որ մեր երեխաները հաճախում են մշակույթի պալատ, այստեղից էլ դպրոց եւ այդ համագործակցությունը շատ ավելի պարզ է երևում այսպիսի միջոցառումների ժամանակ։ Այսօրվա միջոցառումը ինձ համար կարևորում է նրանով, որ այսօր այս միջոցառումը մասնակցում են
մոտակա դպրոցները եւ մանկապարտեզները, որ խոսում են դրա մասին, որ սա իրոք ամբողջ թաղամասի մասնակցությամբ միջոցառում է։ Հուսով եմ սա օրինակ կծառայի մնացած մեր թաղամասերին, մշակույթի տներին, որ համագործակցեն մանկապարտեզների եւ դպրոցների հետ, որպեսզի ստացվի այսպիսի միահամուռ միջոցառում։ Երգ, պար, ասմունք եւ այլն ցերեկույթը հագեցած էր ամենատարբեր երաժշտական կատարումներով։ Միջոցառման մասնակից մանկապարտեզները եւ դպրոցները մշակույթի տան կողմից արժանացան պատվոգրերի ակտիվ մասնակցության համար։ Կազմակերպիչները համոզված են, որ դպրոցների եւ մանկապարտեզների նմանօրինակ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի։ Միջոցառման ներկաները եւս հեռացան նույն սպասելիքներով եւ բարձր տրամադրությամբ։ Գոհար Մովսիսյան, Համլետ Պապանյան, Վանաձորյան օրեր։ Եվ վերջում մեկ մշակութային հայտարարություն եւս, որը կհետաքրքրի վանաձորցիներից շատերին։ Զվարթնոց հայ երգի խումբը Բուլղարիայում կայացած World Folk 2013 թվականի համաշխարհային մրցույթում արժանացել է ոսկե մեդալի եւ աշխարհի չեմպիոնի կոչման։ Խումբը մարզային համերգների շրջանակներում հանդես է եկել Գևորգյան հոգևոր ճեմարանում, Սիսյան, Կապան, Քաջարան, Մարալիկ, Արթիկ, Արմավիր, Սևան, Գավառ, Մարտունի քաղաքներում։ Զվարթնոց վերածննդի հիմնադրամը Վանաձորում եւս կազմակերպում է համերգ Զվարթնոց հայ երգի խմբի մենակատարների մասնակցությամբ։ Համերգը կկայանա նոյեմբերի 14-ին ժամը 18-ին Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ։ Այսքանը այս շաբաթվա համար, շարունակեք հետևել Մարզկենտրոնի անցուդարձին Վանաձորյան օրեր հաղորդաշարի առաջիկա հաղորդումների ընթացքում։ Ձեզ ուզող հարցերը կարող եք ուղարկել մեր էլեկտրոնային հասցեին վանաձորյան օրեր @gmail.am։ Եղեք լավատես, կհանդիպենք հաջորդ շաբաթ։